Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքում այսօր երեկոյան նախատեսված է Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների մասնակցությամբ անվտանգության հարցերով աշխատանքային խմբի հանդիպումը։ Առաջինը պատերազմի սկզբից ի վեր։ Եռակողմ հանդիպանը քննարկվելու է Ուկրաինայի տարածքների հարցը։ Ռուսաստանից մասնակցում են Պաշտպանության նախարարության պաշտոնյաներ, Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Ծովակալ Իգոր Կոստյուկովի գլխավորությամբ։ Ուկրաինական պատվիրակությունը ղեկավարում է գլխավոր բանագնաց Ռուստեմ Ումերովը։ Աբու Դաբիում առանձին կհանդիպեն նաև ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիտքոֆն ու Ռուսաստանի նախագահի ներդրումային հարցերով բանագնաց Կիրիլ Դմիտրիևը։ Ուկրաինայի նախագահն այսօր հաստատել է ամերիկյան Աքսիոսի հրապարակումը, որ Աբու Դաբիում Ուկրաինայի տարածքների հարցն է քննարկվելու։ Վլադիմիր Զելենսկին հույս է հայտնել, որ այսօր եւ վաղը կայանալիք հանդիպումները պատերազմը դադարեցնելու ուղղությամբ քայլ կլինեն։ Питання Донбасу ключове. Դոնբասի հարցը գլխավորն է։ Այսօր եւ վաղն Աբու Դաբիում կքննարկվի, թե ինչ տեսակետներ ունեն երեք կողմերը դրա վերաբերյալ։ Ինչ վերաբերում է մեր եվրոպացի գործընկերներին, ես միշտ կողմ եմ նրանց մասնակցությանը։ Європу, я завжди за їх участь. Ռուսաստանը պահանջում է, որ Ուկրաինան զիջի ողջ Դոնբասը, Դոնեցկի ու Լուգանսկի մարզերը, ինչին Կիևը դեմ է։ Կրեմլի խոսնակն այսօր վերահաստատել է Մոսկվայի դիրքորոշումն այս հարցում, նշելով, որ չի կարող մանրամասներ հայտնել բանակցություններից։ Хорошо известна позиция России о том, что Украина Ռուսաստանի դիրքորոշումը հայտնի է։ Ուկրաինան, ուկրաինական զինված ուժերը պետք է լքեն Դոնբասի տարածքը, դուրս գան այնտեղից։ Դա շատ կարևոր պայման է։ Կան նաև այլ նրբերանգներ, որոնք բանակցությունների օրակարգում են։ нюансы, которые остаются на повестке дня переговоров. Եռակողմ այս հանդիպումից առաջ երեք Կրեմլում մոտ 4 ժամ բանակցել էին Ռուսաստանի նախագահն ու ԱՄՆ նախագահի բանագնացները։ Վլադիմիր Պուտինը նրա օգնական Յուրի Ուշակովի խոսքով զգուշացրել է, երկարատև խաղաղություն չի լինի, քանի դեռ չեն լուծվել տարածքային հարցերը։ Главное, что в ходе этих переговоров нашего президента с американцами было... Ամենակարևորը մեր նախագահի եւ ամերիկացիների միջև այս բանակցությունների ընթացքում վերահաստատվեց, որ իմաստ չունի երկարաժամկետ կարգավորում ակնկալել առանց տարածքային հարցը լուծելու, ըստ Անկորիջում համաձայնեցված բանաձևի։ Долгосрочного урегулирования не стоит. Ուշակովն ասել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է ուկրաինական հակամարտության դիվանագիտական կարգավորմամբ, իսկ մինչ այդ կշարունակի հետամուտ լինել այսպես կոչված հատուկ ռազմական գործողության նպատակների իրագործմանը մարտի դաշտում, որտեղ նրա պնդմամբ ռուսական զինուժն է թելադրողը։ Նրա փոխանցմամբ երեկվա հանդիպմանը, որը բոլոր առումներով օգտակար էր թե Ռուսաստանի, թե ԱՄՆ-ի համար, կողմերը նաև համաձայնել են շարունակել սերտ կապ պահպանել միմյանց հետ, թե Ուկրաինայի, թե այլ հարցերի շուրջ։ ԱՄՆ նախագահն իր հերթին 3 Դավոսից Վաշինգտոն վերադառնալից ասել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի առաջնորդները ցանկանում են համաձայնագիր կնքել եւ վերջ դնել արդեն 4-րդ տարին ընթացող արյունալի պատերազմին։ Գիտեք, կար ժամանակ, երբ Պուտինը չէր ուզում գործարք կնքել, երբ Զելենսկին չէր ուզում գործարք կնքել։ Հիմա կարծում եմ, որ երկուսն էլ ուզում են։ Մենք կպարզենք։ Դիվանագիտական դաշտում այս զարգացումներին զուգահեռ ռուսական զինուժը շարունակել է հարվածներն Ուկրաինային։ Դոնեցկում անօթաչուի հարվածից 4 մարդ է զոհվել, այդ թվում 5-ամյա երեխա, եւս 2 մարդ զոհվել է Խարկովում։ Ռուսական զինուժը մի ամբողջ օր հարվածել է Կրիվոյ Ռոգին, կիրառելով մոտ 70 անօթաչու, առնվազն 13 տուժած, այդ թվում երեխաներ։ Ռուսական կողմը հայտնել է, որ եւս 1 բնակավայր է վերցել Խարկովում։ Կիևում 1900-ից ավելի բազմաբնակարան շենք դեռ ջրուցում չունի։ Ուկրաինայի էլեկտրական ցանցի օպերատոր Ուկրեներգոն հայտարարել է, որ ռուսական վերջին հարձակումներից հետո իրավիճակը զգալիորեն վատացել է։ Երկրի մեծ մասում էլեկտրաէներգիայի անջատումներ են։ Էլեկտրակայանների վերանորոգման արտահերթ աշխատանքներ են ընթանում։ Եվրոպական հանձնաժողովը մոտ 450 գեներատոր է ուղարկել Ուկրաինա։ Խերսոնի բնակիչները պատմում են, որ էլեկտրաէներգիայի ջեռուցման ջրի պակասը լուրջ խնդիրներ է ստեղծում։ Մի կերպ են դիմանում սառնամանիքին։ Ես ձմեռն անցկացնում եմ ուրիշի բնակարանում, իմ թաղամասը տեսնում եմ միայն կամավորների կողմից տարածվող տեսանյութերում ու շատ եմ ուզում տուն վերադառնալ։ Այնտեղ ոչ էլեկտրաէներգիա կա, ոչ գազ, ոչ ջուր։ Мы уже другий раз виїхали з дому, а люди там живуть, ні світла, ні газу, ні води немає. Звичайно, це опалення, все інше. Ջեռուցում չունենք եւ առաջին անհրաժեշտությամբ պարագաների կարիք ունենք, բայց ամենակարևորը հարվածներից խուսափելն է։ Մենք դիմանում ենք։ Մենք շատ բանի ենք դիմացել եւ ժամանակն է, որ սա ավարտվի։ Стільки вже пройдено. Найбільші проблеми для міста це обстріли. Քաղաքի ամենամեծ խնդիրը հրետակոծությունն է։ Մյուս խնդիրը ջրի, էլեկտրաէներգիայի եւ ջեռուցման պարբերական պակասն է։ Սրանք են մարդկանց հիմնական խնդիրները։ Періодично води, світла. Ուկրաինական զինուժն իր հերթին պատասխան հարվածներ է հասցրել։ Պենզայում անօթաչուն հարվածել է ռուսական Ռոսնեֆտ ընկերության նավթամբարի, որտեղ հրդեհ է բռնկվել։